Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում տապալին քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք փիլիսոփայական գիտությունների տեխնացու պրոֆեսոր քաղաքագետների հայկական ասոցիացիայի նախագահ Միրան Շահզադեյանի հետ։ Շնորհակալություն պարոն Շահզադեյան, որ ընդունեցիք մեր հրավերը։ Սկսենք այսօրվա խոսակցությունը հետեւյալից։ Ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը բարձրորեն շապահեց իշխանությունը եւ չնայած սահմանազատման գործընթացը Ադրբեջանի միջև Տաուշի սահմանազատումից հետո որևէ այսպես գործընթաց տեսանելի գործընթաց չի եղել, ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ակնարկեց անկլավների հնարավոր զիջման կամ փոխանակման մասին։ Դա Հայաստանում առաջացրեց բավականին մեծ քննարկումներ եւ ես գիտեմ, որ դուք եւս մասնակցել եք այդպիսի քննարկումներ։ Եկեք այսօր սկսենք դրանից արդյոք որքան է իրավաչափ այդ անկլավների հարցը եւ ինչու Նիկոլ Փաշինյանը արեց այդ ակնարկը, չնայած սահմանազատման գործընթացից որևէ այսպես նորություն չկա տարիներ։ Շնորհակալություն հրավերի համար։ Իրոք անկլավների հարցը շատ այսպես կարևոր հարց է եւ իմ կարծիքով դա լուրջ վտանգ է մեր երկրի անվտանգության համար։ Պատկերացեք, որ ասենք անկլավներից մեկը, որը որ կոչվում են անկլավներ, ես հիմա կասեմ իշխանով դա կարելի է կոչել անկլավներ եւ ընդհանրապես ինչ անկլավ հասկացություն կար թե չկար խորհրդային միության ասենք իրավական համակարգում տեսեք, եթե Տիգրանաշենը, մենք գիտենք, որ Տիգրանաշենը գտնվում է ռազմավարական ճանապարհի վրա, որը միացնում է հյուսիսային մասը Հայաստանի դեպի Սյունիք։ Հիմա պատկերացնենք, որ այդ անկլավը համարեն Ադրբեջանի տարածք, անկլավը ճակերտներով եւ հանձնեն Ադրբեջանին։ Ուրեմն կա այսպիսի մի իրավունք, որը կոչվում է սերվիտուտի իրավունք։ Դա եւ միջազգային օրենսդրության մեջ են գոյություն ունի։ Այդ սերվիտուտի իրավունքով Հայաստանը պարտավոր է ճանապարհ տալ Տիգրանաշենից դեպի Նախճեվան։ Ես չեմ կասկածում, որ այդ ճանապարհը երևի հավանական շատ մեծ է, որ կլինի էքստերիտորիալ, արդեն արտատարածքային ճանապարհ լրիվ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ուրեմն այստեղից մենք փակում ենք ինչ-որ տարածք դեպի Սյունիք։ Մյուսը, եթե մենք գիտենք, թե Ադրբեջանը ինչ բաներ ունի, փորձ ունի եւ հմտություն ունի պրովոկացիաներ անելու։ Եվ պատկերացնենք, որ այնտեղ իհարկե 100%-ով լինելու են ռազմական ինչ-որ ուժեր կտեղադրվեն Տիգրանաշենում։ Եվ ինչ-որ մի պրովոկացիա կանեն, իբր թե մեկի վրա կրակել են, վիրավորել են կամ չգիտեմ ինչ են արել, եւ անվտանգություն, այսպես կոչված անվտանգություն այդ անկլավի պահպանելու համար անվտանգության գոտի կանենք։ Ասում են, հիշում եք դուք Արցախում այդպիսի գոտի եք ստեղծել, մենք էլ այստեղ ենք ստեղծում։ Եթե նրանք մտնեն 15-20 կիլոմետր անվտանգության գոտի անվանմամբ, ինչ է լինելու։ Միանգամայն պարզ է, չէ՞, կտրելու են Սյունիք։ Հարավից էլ այդ Տրամպի ճանապարհը, որ հայտնի չի թե ինչ իրավական հիմքեր է, դրա բովանդակություններ միջև է չհանդիչ, մեխանիզմները, ձևերը, ինչպես է դա աշխատելու, դա էլ հայտնի չի։ Ընդհանուր ինչ-որ բաներ կա, թեզեր կա, բայց կոնկրետ որևիցե այսպես բան չկա, բացի այդ front office, back office-ից, դա էլ առանձին խոսք։ Այո, խոսենք պարոն Շահզադեյան, բայց դուք հիմա ներկայացրեցիք քաղաքական պատճառներ, թե ինչի Հայաստանի պետությունը չպիտի համաձայնվի այդ անկլավի վերադարձին եւ այլն, որովհետեւ հետևանքներ են գալիս։ Բայց արդյոք կան այդ իրավական հիմքերը այդ անկլավը հանձնելու, ինչ է նշանակում ընդհանրապես քարտեզների հիման վրա սահմանազատում եւ ընդհանրապես ինչ է նշանակում անկլավ խորհրդային միություն։ Դրանց հասկացությունները եկեք մի հատ իրավական կողմը հասկանանք։ Այո, դա շատ կարևոր է։
Իրոք անկլավ հասկացություն իրավական, ասենք, խորհրդային միության իրավական դաշտում գոյություն չուներ եւ չէր կարող ունենալ։ Ինչու՞։ Ասեմ դες, որովհետեւ տարածքը խորհրդային միության միասնական, վերցնենք նրանց համանadrությունները, դա միասնական տարածք է։ Այսինքն հանրապետությունների տարածքներ են, չէ, բայց նաեւ դա խորհրդային միության ընդհանուր տարածքն է, դա մեկ։ Երկրորդը, անկլավը նշանակում է, որ այս երկրի կամ հանրապետության տարածքում գտնվում է մեկ այլ տարածք, որը պատկանում է մեկ այլ հանրապետության, չէ։ Այդ եթե ինչ որ տարածք Հայաստանի Հանրապետությունից փոխանցվեր Ադրբեջանին, դա հնարավոր էր միայն օրենսդրական համապատասխան որոշումներ, օրենքներ ընդունելու հիման վրա։ Այսինքն, ինչպես էր արվում։ Պատկերացնենք, որ ասենք երկու հանրապետություններ որոշում են, որ այս հանրապետության տարածքը մենք ուզում ենք հանձնել մյուս հանրապետության։ Դա ուժի մեջ կարող էր մտնել միմիայն, եթե խորհրդային միության գերագույն մարմինները դա հաստատեն եւ ընդունեն համապատասխան օրենք։ Օրինակ խորհրդային միության գերագույն խորհուրդը, չէ՞։ Գերագույն խորհուրդը պետք է որոշում ընդուներ, որ այս տարածքը ընդունում ենք, հանձնում ենք մյուս հանրապետության։ Նմանատիպ որոշումներ։ Եղել են որոշումներ, ասենք Ղրիմի հանձնումը, ասենք Ռուսաստանից Ուկրաինա եւ այլ նման որոշումներ, բայց դա արվել է այդ ձևով, այսինքն կան իրավական փաստաթղթեր։ Հիմա դրանք կարող են վիճելի լինեն, թե վիճելի չլինեն, ինչպես Ղրիմի հանձնումը, ասենք Ուկրաինային, բայց կան այդ փաստաթղթերը։ Ինչ վերաբերում այն տարածքներին, որ անվանում են անկլավ, նման փաստաթղթեր գոյություն չունեն ոչ Հայաստանի Հանրապետություն օրենսդրական դաշտում, ոչ Ադրբեջանի, ոչ խորհրդային միության, ինչքան էլ ուզում եք դուք փնտրեք, չեք գտնի որևիցե նման փաստաթղթ։ Այսինքն անկլավները միայն քարտեզի վրա են երևացել։ Տեսեք, ինչ հիմքով էլի, մի հատ բացատրեք։ Ասեմ ձեզ ինչ հիմքով։ Ուրեմն ես ուզում եմ հղում անել, ով չի ծանոթ չի, թող նայի կարդա վերցնի, դա բարդ բան չի։ 1979 թվականի Խորհրդային միության նախարարների խորհրդի որոշումը համար 16, համար կներեք 940 որոշումը, որը ընդունվել էր հոկտեմբերի 16-ին։ Որ թվականի 1979 թվականին։ Ինչի մասին էր այդ որոշումը։ Ասում են, այնտեղ հնարավորություն էր տալիս, որ երկու խորհրդային հանրապետություններ իրար մեջ որոշեն, թե այս շենքը, որը պատկանում է, ասենք, գտնվում է, ասենք, այս հանրապետության տարածքում, նրանք իրավունք ունեն այդ երկու հանրապետությունների համատեղ որոշմամբ տալ մյուս հանրապետության որպես սեփականություն։ Այսինքն եղել էր ենթադրենք Հայաստանի սեփականություն, տվել են, ասենք, մեկ այլ հանրապետության սեփականություն։ Նույնը գերատեսչությունները, եթե սա ասենք Հայաստանի գերատեսչություններ, չէ, հնարավոր է, որ տան մյուս հանրապետության կառավարման այդ գերատեսչությունը։ Նույնը խոսքը գնում էր նաև, եթե ինչ-որ կառավարման սիստեմ կա, ասենք, չէ, մենք գիտենք, ասենք, կային գյուղ խորհուրդներ, ռայսովետներ եւ այլն, չէ։ Հիմա այս բնակելի վայրի կառավարումը այս ռայսովետից, այս հանրապետության ռայսովետից կարող էին փոխանցել, որ մյուս հանրապետության ռայսովետներ ընթացիկ կառավարման այս գործընթացները կատարում։ Բայց դա որևիցե դեպքում, ոչ մի դեպքում, երբ որ փոխանցում էին, ասենք, սեփականություն մի շենք մեկ այլ հանրապետության, կամ ինչ-որ գերատեսչությունը այս հանրապետության տնօրինությունից փոխանցում էր մյուսը, եւ նույնը այդ տեղական կառավարման համակարգում այդ փոփոխությունները, դա չէր նշանակում, որ այդ տարածքներ էին հանձնում մյուս հանրապետության։ Տարածքների հանձնելու օրենսդրական հիմքերը լրիվ այլ էին։ Ես ասում եմ, դա պետք է ընդունվեր որոշում հանրապետությունների կողմից, դա պետք է ներկայացվեր Մոսկվան գերագույն խորհուրդը պետք է բարձր որ Կենտկոմի բանով, ոնց որ ասում են,
եթե նա կենտրոնը համաձայնությամբ նա պետք է որոշում ընդուներ, որ այս տարածքը այս հանրապետությունից տալիս է մյուս հանրապետության։ Մենակ Ղրիմը, չէ, այդպես արեցին, մոտարապես խախտելով իհարկե որոշ կանոն, բայց որոշ այդպես գործընթաց արեցին եւ կա նման որոշումներ։ Այս տարածքների Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների, որը կոչվում են անկլավներ, նման որոշումներ դուք չեք գտնի ոչ միտեղ։ Սա իրավական հիմքն է։ Ես հասկացա, որ որոշումներ չկան, ես հասկացա նաև, որ սովետական միության մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության տարածքը փոխվել է անընդհատ նմանատիպ ձևով, ասենք օրինակ նույն Հայաստանի էքսկլավ Արցվաշենը, ասենք ավելի վաղ քարտեզներում ինքը կպած էր Հայաստանին։ Հիմա եւ այդ անկլավներն էլ, այսպես կոչված անկլավներն էլ չկային այդ քարտեզներում։ Ես նկատի ունեմ 26 թվականին, 30 թվականին եւ այլն։ Եվ դրանից հետո էլ այդ անկլավները առաջացել են ավելի ուշ, ինչ ճանապարհով մենք գիտենք, բայց չէ որ խորհրդային միությունում ամեն մեկը չէր որ կարող էր նստել եւ քարտեզ գրել։ Այսինքն այդ քարտեզագիրը, որ նկարել էր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները, պիտի ինչ որ բանից ելներ։ Այ ինչից է նա ելել ձեր կարծիքով։ Ես ասեցի այդ մասին, նորից խնդրում եմ։ Այն նրանով, որ ասենք այս ով է կառավարում այդ շրջանը։ Ճիշտ եմ ասում։ Այո, փաստորեն սա գնում էր նրա յուրիսդիկցիայի տակ, բայց ոչ թե նրա ինքնիշխանության տակ, ոչ թե այդ բանը, այսինքն ոչ թե յուրիսդիկցիան, այլ կառավարման համակարգի մեջ էր մտնում այն մյուս հանրապետության, բայց դա չէ նշանակում տարածքը հանձնել են մյուս հանրապետության։ Տարածքը ուրիշ ձևով պետք է հանձնեին։ Այդ ուրիշ վարիանտ չկար։ Շատ լավ։ Ես կարծես թե մի քիչ անկլավների թեմայից շեղվում եմ։ Ես մի բան ավելացնեմ, եթե կարելի է։ Տեսեք, ենթադրենք նույնիսկ, որ ասենք այդ տարածքը, ենթադրենք, սա իհարկե որևիցե հիմք չունի, բայց նույնիսկ եթե ենթադրենք, շատերը դա ուզում են պնդել, այսօրվա իշխանության ներկայացուցիչները, դա Ադրբեջանի տարածք է, չէ՞։ Մենք գիտենք, որ անկախանալուց այսօրվա ադրբեջանական հանրապետությունը իր իրավահաջորդությունը ադրբեջանական խորհրդային հանրապետությունից շղթեց։ Ոչ միայն նա շղթեց եւ իր իրավահաջորդությունը ընդունեց Ադրբեջանի 1918-20 թվականներին գոյություն ունեցող ադրբեջանական դեմոկրատական հանրապետության հետ կապեց։ Հիմա բացի դրանից նա համարեց, որ 1922 թվականին, երբ որ ստեղծվեց խորհրդային, ասենք, միությունը, Ադրբեջան հանրապետություն, խորհրդային հանրապետություն ստեղծելը դա ապօրինի քայլ էր, ասինքն նա ժխտեց այդ հանրապետության իրավական որևէ հիմքը։ Սա իրենց փաստաթղթերն են, Ադրբեջանի հանրապետության փաստաթղթերն են պետական։ Այսինքն, եթե ինքը չի համարում, որ ադրբեջանական հանրապետությունը դա լեգիտիմ եւ լեգալ ստեղծված պետություն է, այսինքն այդ տարածքները այստեղ են թե այնտեղ են, դա ինչ նշանակություն ունի։ Մեկը ինքը չի համարում իր ադրբեջանական խորհրդային հանրապետության իրավահաջորդ։ Բայց հետո կարծես ինքը ստեղծեց նաև մեկ իրավական ակտ, որով ասում էր, որ եթե խորհրդային միությունում ինչ որ դրական բան է եղել Ադրբեջանի հանրապետության, դա նրանք այդ դրական բանը ընդունում են, նկատի ուներ հենց այդ ինչ որ դուք ասում։ Եթե այդպես են անում, ուրեմն այն նույն ձևով ինչպես իրենք պահանջում են, որ մենք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից հանենք որոշ կետեր, նույն կետերը պետք է իրենք հանեն իրենց սահմանադրություն։ Դե թող հանեն դա, մեզ ներկայացնեն, հետո մենք նրանց հետ կխոսենք, բայց դա երբեք չեն անելու։ Բայց հանեն թե չհանեն, Հայաստանի կողմից այդ պահանջը պետք է ներկայացվի, իսկ ես կարծում եմ, որ ներկա իշխանությունները նման պահանջ Ադրբեջանին չեն ներկայացնի եւ Այս խնդիրը էլի բաց հարցեր ունի, ես էլի եմ ուզում ասել, այ մենք խոսում ենք այսպես կոչված անկլավների մասին,
ճակերտների մեջ անկլավ, որովհետև խոսքը գնում է ուղղակի բոլոր կողմերից շրջապատված, ասենք ինչ-որ տարածքի կտորների մասին, մի հանրապետությունից մյուս հանրապետության մասին։ Իսկ ինչ կարելի է ասել սահմանամերձ գոտիների մասին, որոնք որ տարիների ընթացքում փոխվել են ի վնաս Հայաստանի։ Չէ՞ որ էլի նույն տրամաբանությունը չկա որևէ իրավական ակտ, որևէ որոշում, պարզապես ասենք օրինակ ադրբեջանական հովիվները գալիս են բարձանում են ինչ-որ հովիտ, խնդրում են հայկական իշխանություններից, որ բարձանան այս սարերը ոչխար արածացնելու, հետո այնտեղ օբայ են կառուցում, հետո գյուղ են սարքում, հետո էլ ասում են, դե գիտեք, քանի որ մենք գյուղ ենք, երևի ընտրական տեղամասը պետք սարքել եւ աստիճանաբար այդ իրավիճակը առաջանում է նույնիսկ այն դեպքերում, երբ չկա բնակավայր։ Ես նորից եմ ուզում Արցվաշենը հիշեցնել։ Արցվաշենի եւ Արցվաշենի էքսկլավի եւ Հայաստանի Հանրապետության սահմանի միջև, այն ժամանակ խորհրդային սահմանի, չկա որևէ բնակավայր։ Ինչ տրամաբանությամբ այդ հողերը նկարված են ադրբեջանական հանրապետության մեջ, չէ՞ որ եթե դուք կառավարման մասին եք խոսում, այդ կառավարումը նախատեսվում է, որ այնտեղ բնակչություն պետք է լինի։ Խախտումներ շատ կան, այսեղ տրամաբանություն գտնելը շատ մի քիչ դժվար է։ Ադրբեջանը այն ժամանակներից շատ այսպես խորամանկ քաղաքականություն է վարել եւ ամեն ձևով փորձել է ինչ-որ մի բան գտնել, որ ասենք տարածքային բաներ հավակնություն ունենա, ասենք Հայաստանի Հանրապետության տարածքին։ Այդ խոսքը գնում է նաեւ սահմանների վերաբերյալ։ Ես մի բանի մասին կուզեի մենք որ այստեղ էլ հիշատակենք, որտեղ այս անկլավների եւ սահմանների մասին խոսքը երբ որ գնում է, չէ՞։ Ուրեմն այսօրվա իշխանությունները հղում են անում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված Ալմաթայի հռչակագրին։ Ասելով որ իբր այդ հռչակագրով Խորհրդային միության սահմանները, հանրապետությունների, Խորհրդային միության հանրապետությունների սահմանները ճանաչվել են որպես նոր անկախ պետությունների պետական սահմաններ։ Եթե ոնց ինչպես ասում են չզլանան եւ վերցնեն ովքեր որ այդ հարցով հետաքրքրվում են մի հատ կարդան այդ հռչակագրի տեքստը, այնտեղ չեն տեսնի որևիցե բառ, որևիցե նախադասություն, որը գրված ունի Խորհրդային միության հանրապետություններ, Խորհրդային միության հանրապետության սահմաններ, որ դա ճանաչվել են պետական։ Նման բան չկա այնտեղ ընդհանրապես գրված։ Այնտեղ գրված է միայն, որ ճանաչվում են տերիտորիալ ամբողջականությունը հանրապետությունների գոյություն ունեցող սահմաններով։ Գոյություն, եթե դու ստորագրում ես ինչ-որ մի փաստաթուղթ, այդ ինչ-որ գրված է գոյություն ունեցող սահմաններ, ուրեմն դա նշանակում է, որ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ գոյություն ունեցող սահմաններ։ Վերջ։ Ուրեմն այդ գոյություն ունեցող սահմաններով պետք է ղեկավարվեն։ Եթե ինչ են այդպես գրել, ինչու չեն գրել, որ Խորհրդային միության հանրապետությունների, չէ, Խորհրդային հանրապետությունների սահման։ Ինչու։ Եթե այդպես գրեին, ուրեմն Աբխազիան, որը 1990 թվականին արդեն իրեն անկախության եւ ինքնորոշման փաստաթղթեր էր առաջ քաշել, չէ, հայտարարել։ Ուրեմն փաստորեն կճանաչեին Վրաստանի որպես մաս։ Ճիշտ է, բայց մենք գիտենք, որ այդ փաստաթուղթը ստորագրող ուրեմն երկրներից ոմանք, այսպես ասեմ, դրանում շագրգռված չեն, որ Աբխազիան, ասենք, ես մի կոնկրետ օրինակ եմ բերում, կանելի կոնկրետ։ Աբխազիան եք բերում, բայց Արցախը եւս չէ անկախացել էր մինչև այդ։ Չէ, ես այդ մեկն եմ ասում, էլի, որ ասենք այն միգուցե Արցախի հարցով շագրգռված չէին նրանք, բայց Աբխազիայի հարցով հստակ շագրգռվածություն կարող էր ունենալ։ Որից երկրներ, այդ թվում Ղրիմի, այդ թվում մյուս հանրապետությունները, որոնք որ հասկանալի է։ Եկեք հիմա դուրս գանք կարճատև գովազդային դաթայ, որից հետո կշարունակենք մեր քննարկումը, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ
եւ այսուհետ կարող եք էկրանին երևացող համարներով զանգեր կատարել։ Գովազդ է եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Շարունակում ենք մեր զրույցը փիլիսոփայական գիտությունների թոքնածու պրոֆեսոր Միրան Շահզադեյանի հետ եւ հաջորդ հարցը, որը ես կուզենայի, որը հիմա շատ քննարկվում է Հայաստանում, դա Արևմուտք Ռուսաստան հավասարակշռությունն է։ Արդյոք այդ դիվերսիֆիկացիան, որի մասին հիմա մենք խոսում ենք վերջին շրջանում, ձեր գնահատմամբ ռազմավարական վերակողմնորոշում է, թե տակտիկական քայլեր են, որովհետև եթե այդպիսի վերակողմնորոշում լիներ, ինչպես ներկայացնում են, այստեղ հնարավոր է առաջանան անվտանգային երաշխիքներ, որովհետև եթե մի երաշխիքներից դուրս ես գալիս, որը գուցեև այդքան չի կատարել իր պարտականությունները եւ անցնում ես այլ տարբերակի, այս արանքում կարող է վակուում լինել։ Արդյոք նման բան կա։ Իհարկե ես միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, որ սա կարող է բերել լուրջ անվտանգություն։ Ես հարցնում եմ պարզապես։ Այդ հարցին ես դրական եմ պատասխանում, որ իրոք դա կարող է լուրջ եւ դա միայն իմ կարծիքը չէ, այլ շատ վերլուծաբանների, այդ թվում ամերիկյան, եվրոպական եւ այլն, որոնք այդ մասին խոսում են, եթե խոսքը գնում է Հայաստանի կամ ընդհանրապես Հարավային Կովկասի մասին։
Մենք այսօր տեսնում ենք, թե ինչ հակամարտություն կա, ասենք, տարբեր երկրների մենք տեսնում ենք, թե ինչ հակամարտություն կա Ռուսաստան եւ Եվրոմիության երկրների հետ, ինչ հակամարտություն կա, ասենք, Միացյալ Նահանգների, Իրան եւ այդ հակամարտության տարածքը ընդլայնվում է։ Մենք տեսնում ենք, որ ասենք Իրան Միացյալ Նահանգներ հակամարտությունը, Իսրայել հակամարտությունը այսօր նույնիսկ հասնում է Ուկրաինային, Իրանը արդեն սպառնում էր, որ պատասխան կտա այն հարվածին, որ ուկրաինական ուժերը տվեցին իրանական նավին Կասպից ծովում, արդեն ասել է այնտեղ, եւ նույնը այստեղ տեսեք, Իրանը իրեն ռազմական գործողությունները տարածեց ավելի քան, ասենք, 20 երկրների վրա, հարաբական հիմնական երկրների վրա, եւ մենք տեսնում ենք, որ դա այսօր ինչ ավարտ կունենա դեռ Պարշի եւ ինչպեսի կշարունակվի։ Այստեղ գիտեք ինչ, ամենակարևոր եւ հիմնական հարցերից դա տնտեսական հարցերն են, սա տնտեսական աշխարհաքաղաքական, տնտեսական գեոպոլիտիկան է։ Եթե մենք լսենք, թե ինչ էր խոսում Տրամպը, ինչ էր խոսում Մարկո Ռուբիոն, իրանք ասում են, որ մեր արտաքին քաղաքականության հիմքում գտնվում են մեր տնտեսական շահերը։ Այդ տնտեսական շահերը կապված են էներգոռեսուրսների հետ, տնտեսական շահերը կապված են հազվագյուտ մետաղների հետ, տնտեսական կապված են կոմունիկացիաների հետ, ով է վերահսկելու, այնեղ բարձ գրված է, եթե դուք վերցնեք կարդաք, ասենք, Միացյալ Նահանգների արտաքին հետախուզության կոմիտեի բաները, զեկույցները, ռիպորտները, որոնք 4 տարի մեկ անում են, դուք կտեսնեք 17 թվականի, 21 թվականի եւ վերջի 25 թվականի, որ տեղ ունեցավ, դա այնտեղ բարձ դրա մասին գրված է, ասում են սա է հիմնականում Միացյալ Նահանգների հիմնական խնդիրները, էլի։ Եվ այստեղ մենք հասկանում ենք, որ մենք պետք է շատ լուրջ վերլուծենք եւ սցենարներ կազմենք, թե ինչպես են զարգանալու այդ տնտեսական հարաբերությունները, տնտեսական մեր շահերին ինչքան են դա հարվածելու կամ օգուտ են կամ վնաս են տալու եւ հատկապես կոմունիկացիաների հարցը, կոմունիկացիաների հարցը, որը կապված է նաեւ հյուսիս-հարավ, Տրամպի ճանապարհի հետ, այլ կոմունիկացիոն խնդիրների հետ։ Մենք դա պետք է ամբողջ հաշվարկենք, շատ մանրամասն հաշվարկենք։ Ցավոք սրտի ես չեմ տեսնում նման հաշվարկներ, որ անում են այսօրվա իշխանությունները։ Ինչ որ առանձին ինչ որ ելույթներ են անում, առանձին ինչ որ բաներ են ասում ենք ուզում ենք Եվրոպային միանալ, չգիտեմ, նույնիսկ որոշում են ընդունել այդպեսի ներկայացրել են, չէ՞, բայց ինչպես են դա անելու, ինչ ճանապարհով է անելու, ինչ է լինելու, ասենք, Իրանի հետ հարաբերությունները տնտեսական, Ռուսաստանի Դաշնության հետ, Եվրասիական տնտեսական միության կազմող եւ այդտեղից բավականին լուրջ տնտեսական շահեր ունեցող, չէ, դարձություն ունեցող մեր հարաբերությունը, ինչպես է դա անելու։ Այդ հարցերի մասին մենք պատասխան չունենք։ Թվում է, որ դա արվում է ինչ-որ սիրողական, ինչ-որ, չգիտես, շատ մակերեսային ձևով եւ որևիցե իրենք էլ չեն պատկերացնում, թե այս երկու կողմնորոշումներ, ասենք, Արևմուտք կամ Ռուսաստան եւ Իրան եւ այլն, ինչպես են դա անելու։ Այստեղ միայն Ռուսաստանի, ասենք, Եվրոպայի Միացյալ Նահանգների Իրան չէ, այստեղ շատ կարեւոր է Չինաստանի շահերը հաշվի առնել, թե ինչպես է դա լինելու։ Եվ հիմա մենք խոսում ենք, ասենք, Հարավային Կովկասի մասին, մենք պետք է հասկանանք, որ շատ կարևոր կապեր կան նաև կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Մենք օրինակ մեր ասոցիացիան երկու շատ մասնակցեցինք սկզբից Աստանայում, շատ հետաքրքիր քննարկման, իրենք էին կազմակերպել ղազախները, հետո մենք Երևանում երկու քննարկում արեցինք, այս վերջի քննարկումը եղավ մայիս ամսին, դա Ղազախստանի դեսպանատան հետ միասին մենք արեցինք, Հայաստանում գտնվող դեսպանատան հետ, եւ շատ լուրջ հարցեր են դեղ բարձրացվեցին, բայց հարցերը բարձրացում են, այդ մենք խնդիրները ասում ենք, հնարավոր սցենարներ ասում ենք, բայց պետական մակարդակով ես չգիտեմ, ինչքանով դա արձագանք կա, ինչքանով դա անցալում են, ինչքանով դա անում են։ Սա շատ լուրջ Դուք իրոք համարում եք, որ Փաշինյանը արևմտամետ քաղաքականություն է վարում։ Որոշ վերլուծաբաններ նրա քաղաքականությունը բնութագրում են որպես ֆլյուգերային, այսինքն որ կողմից ուժը գալիս է, քամին գալիս է ավելի ուժեղ, այդ կողմը պտտվում է։ Արդյոք այդ արևմտամետությունը դուք տեսնում եք։
Ինչ որ չափով ես իհարկե գտնում եմ, որ այդ արևմտամետությունը կա, դա կախված է նրանից, որ իրոք ոչ միայն Փաշինյանը մեր հանրության մեջ որոշակի, այսպես էլ հիասթափություն կա Ռուսաստանի քաղաքականությունից, խոսքը գնում է 20 թվի 44-րդ պատերազմի ժամանակ նրանց արած, հետո հետագայում ինչ որ կատարվեց, իհարկե այդ հիասթափությունը ունի որոշակի հիմքեր, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է Ռուսաստանը դարձնենք մեր հանրության թշնամի։ Երևի ինչ է, մտածում եմ մենք քիչ թշնամիներ ունենք, հիմա մի թշնամի պետք է ավելացնենք։ Նույնը խոսքը գնում է Իրանի մասին։ Այս ինչ որ արվում է, այսպես ասենք, այդ ուղղությամբ, նրանք Իրանն էլ շատ այսպես լուրջ հակադիր թեզեր է առաջարկում եւ լուրջ զգուշացումներ է տալիս Հայաստանին։ Եկեք առանձին քննարկենք այնուամենայնիվ Ռուսաստանի հարցը ավելի այսպես ակտուալ է, որովհետեւ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում շատ ավելի մեծ է, քան Իրանի ազդեցությունը, բայց այնուամենայնիվ դուք ասում եք Ռուսաստանից դժգոհեն Ռուսաստանը չկատարեց իր համայն դեպս Հայաստանի ակնկալիքները կամ հայերի ակնկալիքները չարեց, արդյոք չեք կարծում, որ 20 թվականից, իսկ եթե ավելի լուրջ նայենք 12 թվականից, Ռուսաստանը որոշակի իմաստով թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ, ես նկատի ունեմ Ադրբեջանին զինելը եւ դիլսբալանս առաջացնելը ուժերի մեջ, Եվ երկրորդը, նույնիսկ ես 20 թվականը դուք ասեցիք, իսկ հիմա էլ փաստորեն տնտեսական սահմանափակումների ճանապարհով Ռուսաստանը ինչ որ բան է ուզում մեզ հասկացնել։ Ինչ կասեիք սրա։ Ես այդպես չէի գնահատի, որ թշնամական ինչ-որ բան է վերաբերմունք է ցույց տալիս Հայաստանի, դա մի քիչ իհարկե չափազանցում կլներ, այդպես ասելը, բայց իրոք այնպես կան գործողություններ կամ քաղաքականության որոշ երանգներ, որոնք այնքան էլ մեզ համար, ասենք, հաճելի չեն կամ մենք կարող ենք քննադատաբար դրան շատ ասենք, մենք պետք է հասկանանք հետևյալը. Միջազգային հարաբերություններում հիմնականը դա երկրների իրենց շահերն են, տնտեսական, քաղաքական, ռազմական շահերն են։ Եթե ինչ-որ մի երկիր այդ շահերի ընթացքում կարողանում է նրանց հետ ինչ-որ բալանսավորել իրենց, չէ, իրենց շահերը, սա մի բան է, եթե դու չես անում դա, դու անում ես այնպիսի հակառակ քայլեր, որոնք այդ երկրին, ասենք, երկիրը կարող է ընդունել բացասական առումով, նույնիսկ թշնամական առումով, սա լուրջ խնդիր է, տեսեք, 1918 թվականին, երբ որ եկան, չէ, իշխանության այս մեր այսօրվա, ասենք, ուժերը, Ինչ արեցին առաջին քայլերից մեկը ինչ է, Խաչատուրովին ձերբակալեցին, Խաչատուրովը դա բանի ՕԴԿԲ-ի, չէ, ոնց է կոչվում, հապկի, հա, դա բաներ, չէ, գլխավոր քարտուղարն էր, բռնես հապկի գլխավոր քարտուղարին ձերբակալես, դա անելու բան է, եթե դու նրանից դժգոհ ես, դու դրան հետ կանչեիր, չէ, նոր նման քարտը բաներ անել, քրեական հետապնդում անել։ Դու հիմա պատկերացրեք, որ ասենք, այս Ռյուտեին բռնեն ձերբակալեն, գնա Ալբանիա, Ալբանիայի պետությունը դրան բռնի ձերբակալի։ Ինչ կանի Ամերիկան, ինչ կանի Գերմանիա, Ֆրանսիա եւ այլն։ Ես հասկանում եմ, բայց վերջ-վերջո, ինչպես դուք եք ասում, պետությունների գործողությունները պայմանավորված են իրենց շահերով, ոչ թե այդ նեղանալով կամ չնեղանալով եւ Ես կարծում եմ, որ դուք կհամաձայնվեք ինձ հետ, որ 20 թվականի պատերազմի արդյունքը դա ոչ թե Հայաստանի վարչախմբի կամ ասենք ղեկավարների պահվածքն էր Ռուսաստանի նկատմամբ, այլ Ռուսաստանի քաղաքական շահը պահանջում էր, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս եւ քայլ առ քայլ Ռուսաստանը իրականացրեց այդ ծրագիրը, թե դուք այլ բացատրություն։ Ես գիտեք ինչ, ես համարում եմ, որ ոչ միայն միգուցե Ռուսաստանն էլ նման մտադրություններ ուներ, էլի, դա պետք է պարզել, տեսնել նրանց փաստաթղթերով, ելույթներով, իրենց գործողություններով, միգուցե դա այդպիսի մի բան կան,
Բայց մենք պետք է նայենք, տեսնենք, որ եւ եվրոպական երկրները դա են ուզում։ Դուք չեք հիշում, որ երբ որ Փաշինյանը եկավ իշխանության, նա ինչ հայտարարեց, որ միջազգային հանրությունը, ինչ է նշանակում միջազգային հանրություն։ Խոսքը գնում էր Եվրոպայի, չէ, եւ Ամերիկայի մասին։ Հիմնականում դա նկատի ունեին։ Որ նա պահանջում է, որ մենք նշաձողը իջեցնենք։ Ինչ է նշանակում նշաձողը իջեցնել։ Նշաձողը իջեցնումը նշանակում է Արցախը տալ Ադրբեջանին։ Հասկանալի է, ներողություն եմ խնդրում, բայց կար արդյոք միջազգային որևէ փաստաթուղթ, որը մենք այ անկլավների հարցում խոսում էինք իրավական կողմի մասին։ Կարող եք դուք ցույց տալ միջազգային փաստաթուղթ, որը որ իրոք պահանջում էր, որպեսզի մենք նշաձողը իջեցնենք եւ անկլավը Ադրբեջանի մաս։ Նման փաստաթուղթ չկա։ Մենք Նոյան տապանում 2 տարի թե 3 տարի առաջ այդ հարցի մասին խոսեցինք Արցախի վերաբերյալ։ Այո։ Արդյոք ինչ որ մի միջազգային փաստաթուղթ կա, որ բոլորը ասում են թե միջազգային ճանաչված Ադրբեջանն է ասում, չէ՞, եւ նրան նույնիսկ բանից էին եվրոպական շատ երկրներից էին ասում համաձայնվում որևիցե նման փաստաթուղթ, որ ճանաչի Արցախը Ադրբեջանի տարածք, որևիցե փաստաթուղթ, որ այդ այսպես կոչված անկլավները, նույնիսկ ես չեմ ուզում դրանք անկլավ անվանել, որտեղ անհեթեթ անվանում է դա մեր սուվերեն տարածքների համար, որ ճանաչեն Ադրբեջանի տարածք, գոյություն չունի եւ ինչքան էլ ով ուզում է փնտրել եւ այլն, եւ տեսեք, խոսք հիմա բան են անում, հղում են անում Ալմաթայի հրճակագրի կողմը, դա հիմա տեսեք Հայաստանի այսօրվա ղեկավարները անընդհատ դա կրկնում են Ալմաթայի հրճակագիրն է հիմք, Ալմաթայի հրճակագիր, մի անգամ Նիկոլ Փաշինյանը եվրոպական մի այսպես միջոցառման մեջ 10 անգամ կրկնեց Ալմաթայի հրճակագրի մասին։ Բայց Ադրբեջանի իշխանությունները շատ քիչ են դրա մասին խոսում։ Ինչ են քիչ խոսում։ Հատարկիր է, չէ՞, եթե Ալմաթայի հրճակագրով դա տրված է Ադրբեջանին, չէ՞, ինչու Ադրբեջանի իշխանությունները դրա մասին շատ քիչ են իշատակում։ Հարց է առաջանում, չէ՞, որտեղ մենք արդեն խոսեցինք դրա մասին, որ Ալմաթայի հրճակագրում նման բան չկա եւ նրանք խուսափում են դառնալու։ Եվ այսպես բարեկամներ, մենք շարունակում ենք մեր զրույցը Քաղաքագետների հայկական ասոցիացիայի նախագահ, փիլիսոփայական գիտությունների տեխնացու պրոֆեսոր Միհրան Շահզադեյանի հետ։ Ինչպես խոստացա, հիմա պատասխանում եմ հեռախոսազանգերին, սիրելի բարեկամներ, խնդրում եմ եթերում պահպանել եթերային վարքականոնները, տալ միայն հարցեր, ելույթներ չունենալ եւ նաեւ որակումներ չտալ տարբեր քաղաքական գործիչների, ինչքան էլ դուք նրանց վրա զայրացած լինեք։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում եմ ձեր հարցը։ Այո, բարև ձեզ, պարոն Հարությունյան, բարև ձեզ, պարոն Շահազադյան, ողջունում ձեզ հեռախոսներից։ Պարոն Շահազադյան, դուք նշեցիք, որ եւ Եվրոպան եւ Ռուսաստանը առաջնորդվում են իրենց շահերից։ Հետևաբար իմ հարցը կապված է դրանց հետ, փորձենք հասկանալ նրանց շահերը Հայաստանի նկատմամբ։ Ես մի դրվագ հիշեցնեմ, որ 22 թվականին Հայաստանը կորցնում էր ջերմուկը։ Ես դա բազմիցս ասել եմ։ Հայաստանը հապկի անդամ էր, բայց հապկասես մենք չենք ճանաչում դեր սահմանները։ Ինչ եվրոդիտորդները եկան 3-ից 4 տարի չի եղել գեթ 1 ներխուժում Եվրոմիության դիտորդները։ Կարող ենք մենք արձանագրել, որ Արևմուտքը, Եվրոմիությունը նրանց շահերից բխելով նրանք պաշտպանեցին, փրկեցին Հայաստանի անկախությունը եւ սահմանները, իսկ Ռուսաստանի շահերից չէր բխում ճանաչել նույնիսկ Հայաստանի սահմանները։ Եվ հետեւաբար, եթե դա այդպես է, արդյոք թշնամական վերաբերմունքը ինչպես է լինում, սա չի նշանակում, որ Ռուսաստանը դեմ է Հայաստանի անկախությանը եւ սուվերենությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ես իմ կողմից այդ հարցին մի կետ էլ ավելացնեմ, եթե կարելի է, որովհետեւ կապված է, որովհետեւ ինչ է նշանակում չճանաչել Հայաստանի Հանրապետության սահմանները, եթե Արցախի հարցում
Միշտ խնդիրը գնում էր նրան, որ դա Հայաստանի սահմաններից դուրս է։ Եթե դուք չեք ճանաչում այդ սահմանները, ինչ գիտեք այդ սահմանները Արցախը Հայաստանի սահմաններում է թե ոչ։ Խնդրեմ։ Ես կարծում եմ, որ այստեղ իրոք լուրջ հակասություններ կան, այն ինչ որ դուք ասեցիք, պարոն Արաքելյան, իրոք այդպես է, որ այդ սահմանները, եթե դուք չգիտեք որն է, ինչպես է կարողանում, ասենք տարածքային ամբողջականություն ասել Հայաստանի կամ Ադրբեջանի համար, բայց այստեղ խնդրեմը շատ ավելի բարդ է, որտեղ ցավոք սրտի հենց մեր հարաբերության, ասենք, իշխանությունները միշտ չի որ կոնկրետ եւ հստակ ասել են, թե մեր սահմանները որտեղ են, ոնց են անցնում եւ այլն, նույնը վերաբերում է նաեւ Արցախի վերաբերյալ, դա Այդ բանը կա, ես ասել, որ եվրոպացիները դիտորդներին, որ բերեցին, դրեցին այնտեղ իրենք պահպանեցին Հայաստանի սահմանները, դա մի քիչ չափազանցում կլինի, որտեղ մենք գիտենք, որ նույնիսկ այդ դիտորդների պարագայում Ադրբեջանի Հանրապետությունը մի շարք անգամ ռազմական ակցիաներ կատարեց, Կարող եք թվարկել այդպիսի ակցիաներ, որովհետև ես չեմ հիշում, ճիշտ ասած։ Եվ դրանից հետո էլ նրա կմտան եւ Վարդենիսի շրջանում որոշ բաներ արեցին եւ այլն, եւ այդ արձագանքը շատ թույլ էր։ Եվ ես ասեմ ձեզ, որ տեսեք, համարել, որ եվրոպական, ասենք, միությունը պաշտպանեց Հայաստանը եւ այլն, կլինի չափազանցում, իմ կարծիքով, շատ մի քիչ չափազանցություն կլինի։ Նույն չափազանցություն կլինի, որ Ռուսաստանը իբր թե շահագրգռված չէ Հայաստանը որպես անկախ պետություն լինել այստեղ, հարավային Կովկասում։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը նման ինչ-որ շահագրգռվածություն կարող է ունենալ, որտեղ նրա շահերից դա չի բխում։ Ուրիշ բան է, որ այստեղ կա բավականին շատ բարդ հակասությունների մի ամբողջ զամբյուղ, այդ հակասությունների զամբյուղում եւ Ռուսաստանը երբեմն ճիշտ քաղաքականություն եւ Հայաստանը եւ Եվրոպամիությունը։ Հիմա Ռուսաստանի ամբողջ վտանգը ինչն է, ասում է, որ Եվրոմիությունը միանշանակ ցանկություն ունի եւ արևմտյան, այսինքն էլ այդ ուժերը եւ Միացյալ Նահանգները, որ Ռուսաստանը այստեղից ինչքան հնարավոր է հեռու մնա այդ հարավային Կովկասից։ Դա շատ կարևոր հարց է նրանց համար, որ այստեղ կոմունիկացիաների հարց է, շատ կարևոր հարց է, թե այդ կոմունիկացիաները ովքեր են վերահսկում։ Մի բան է, որ այստեղ Ռուսաստանի վերահսկություն ունի։ Մենք գիտենք, որ Ռուսաստան, Իրան, նրանք բավականին մտերիմ այսպես դաշնակիցներ են, չէ՞, որոշ հարցերում։ Մի ուրիշ բան է, որ դա լինի, ասենք, Թուրքիայի, Միացյալ Նահանգների, մենք տեսնում ենք այդ Տրամփի ճանապարհ, չէ՞, եւ այդ թվում Եվրոմիությանը։ Այսօրվա դրությամբ Եվրոմիության տնտեսական հարցերը շատ լուրջ են։ Եթե դուք կարդաք եւ ծանոթանաք եվրոպական վերլուծաբանների կամ քաղաքական գործիչների ասացին, դուք կտեսնեք, թե ինչքան դրանք այսպես մտահոգությամբ են վերաբերվում, թե ինչ է լինելու Եվրոպայի տնտեսական ապագան։ Նույնը Ամերիկայի, եթե դուք վերցնեք, տեսնեք, թե ինչ են գրում ամերիկյան վերլուծաբանները, վերլուծական այսպես կոչված think tank կենտրոնները, նույնպես նրանք շատ մտահոգված են Միացյալ Նահանգներ, Եվրոպա եւ Չինաստանի հակամարտության ուղղությամբ, որը որ տնտեսական շատ բնույթ ունի։ Նրանք շատ վախենում են Չինաստանից, որ Չինաստանը այսօր գերաիշխող ուժ կհանդիսանա։ Վերջի ելույթը Տրամփի լսեցիք արհեստական բանականության վերաբերյալ։ Ինչ ասեց նա, Սինզիպինին, որ հրավիրում է Ամերիկա, ասում է Ամերիկա Չինաստանը հիմա շատ ուժեղ առաջընթաց ունի եւ հատկապես ասում է արհեստական բանականության, բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ մենք գերակշռենք, մենք գերիշխենք այդտեղ էլի, որտեղ ասում է արհեստական բանականությունը այսօր աշխարհում ամենակարևոր հարցն է։ Կարճ ասած։ Այսպես ասած, այստեղ միանշանակ այսպես սև ու սպիտակ բաներով, մարկերներով գնահատելը դա ճիշտ չի։ Մենք պետք է տեսնենք, թե այստեղ ուժերի հարաբերությունները որոնք են։ Միանշանակ պարզ է մեզ համար, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանը եւ Ադրբեջանը ունեն որոշակի փոխադարձ շահեր։ Տեսեք, Ռուսաստանի գազը ներմուծում է Ադրբեջան, դա հայտնի բան է, փաստ է, եւ Ադրբեջան այն գազը, որ մատակարարում է Եվրոպա, չէ, եւ Իսրայել նաեւ, այդ գազը նա չունի այդ ծավալի գազ, որ իր ներքին պահանջները
բավարարի եւ էքսպորտ անի։ Ինչ է անում նա, ռուսական գազը բավարարում է իրեն ներքին պահանջները եւ Ադրբեջանը այդ էքսպորտը անում է դեպի արևմուտք։ Հիմա դա շահագրգռված են եւ Ռուսաստանը, հատկապես այսօրվա դրությամբ։ Շահագրգռված են նաեւ Ադրբեջանը եւ մեկ վերջում ասեմ, եւ մենք պետք է հասկանանք, որ այս Ռուսաստան-Ուկրաինա, որի հետևը կանգնած է անմիջականորեն Եվրոպան, չէ, Եվրոմիությունը, սա Ռուսաստանի ձեռքերը մի քիչ այսպես կապում է, էլի, կապում է։ Դա ազատություն չունի այդ գործողությունների մեջ եւ ուղղակիորեն ինչ որ հանդես գալ, ասենք, Միացյալ Նահանգների, Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, նա այսօր այդ հնարավորությունները չունի։ Ինչ կլինի վաղը, մենք կտեսնենք։ Եվս մեկ հեռախոսազանգ եմ ընդունում։ Սելի հեռուստադիտող խնդրում եմ իջեցնել ձեր հեռուստացույցի ձայնը եւ մենք լսում ենք։ Հարցում էի 1988-ից հետո ծնված արցախցիները պասպորտով որտեղ է քաղաքացի եւ այդ մարդկանց վերջը ինչ պետք է եղնի։ Շնորհակալություն, շատ կարևոր հարց է։ 88-ից թվականից հետո ծնված արցախցիները ինչ քաղաքացի են եւ իրանց հարցը ինչպես պիտի լուծվի։ Ես վերաշադրեցի հարցը։ Շատ բարդ հարց է, հատկապես հաշվի առնելով այսօրվա իշխանությունների քաղաքականությունը այդ ուղղությամբ։ Եթե նրանց տրված է Հայաստանի Հանրապետության անձնագիր, Աստորեն չէ, որը որ հավասար է մյուս մեր որը հիմա Հայաստանը չի ճանաչում։ Դա իրավունք չունի չճանաչել, որը իրավական հիմք, նրանց քաղաքացիությունը հարցականի կասկածի տակ չկա։ Հիմա պետք է այդ հարցը լուծել ըստ օրենքի, ըստ արդարության։ Այդ մարդիկ, եթե ստացել են եղել են Արցախի, նույնիսկ ասենք Հանրապետության քաղաքացի, բայց ստացել են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Մենք գիտենք, որ մեր այսօրվա օրենսդրությամբ երկքաղաքացիությունը արգելված չէ, չէ՞։ Եվ այն որ ասում են Արցախի Հանրապետությունը ճանաչված չէր, միջազգային ճանաչում չուներ եւ այլն, դա էլ մի քիչ հարցականի տակ է, որտեղ տեսեք, եթե Արցախի Հանրապետությունը ստորագրում է Բիշկեկում այդ բոլոր պայմանագրերը, նույնիսկ Ադրբեջանի Հանրապետության հետ առանձին պայմանագրեր է ստորագրում։ Դա ինչ է նշանակում, որ ինչ-որ չափով իրավական նույնիսկ ճանաչում ունի, ճիշտ է։ Եթե ստեղծվում է Մինսկի խումբ, որտեղ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստան եւ նրանք հարաբերություններ ունեն, գնում գալիս են, փողեր են փոխանցում, չգիտեմ ուրիշ ինչ-որ գործողություններ են։ Արցախին, հա։ Դա ինչ է նշանակում, որ ճանաչել են, չէ՞։ Եթե Հայաստանի Հանրապետությունը պայմանագրերը տնտեսական, մշակութային եւ այլն կնքում Արցախի Հանրապետության հետ, դա ինչ է նշանակում, որ դուք ճանաչել ես, ինչ որ իմաստով ճանաչել ես ոչ միայն դե ֆակտո, այլ նաեւ դե յուրե։ Շնորհակալություն, մեզ շատ քիչ ժամանակ է մնում։ Ես եւս մեկ հեռախոսազանգ ընդունեմ։ Բարև ձեզ, դուք եթերում եք, խնդրում եմ շատ կարճ, որովհետեւ մեր ժամանակը սպառվում է։ Okay, Ստիգան ջան, իսպեքսիա հարցը երկու հատ փոքրիկ հարց։ Առաջի հարցը Ղարաբաղյան շարժման ժամանակ Ռուսաստանը օգնեց, թե չօգնեց եւ ինչու 44-րդ պատերազմին չօգնեց։ Եվ երկրորդ հարցը ասում եմ, որ հիմա որպես փոքրիկ անկախ պետություն, որը չունի իր անկախությունը, իր թշնամիների հետ բարեկամական քայլատանում եւ Ռուսաստանի հետ նույնիսկ բարեկաման ասում ենք դաշնակից ենք եւ ամբողջ արևմուտքի հզոր պետությունների հետ տնտեսական եւ ռազմական պայմանագրեր ունի։ Բոլորը գանկադում են, բողոքում են, որ սխալ է։ Ոչ մեկը չի ասում կազմակերպությունները հիշում կուսակցությունները, վերլուծաբանները մի րոպե չեն ասում, որ նա չի ճանապարհը։ Մենք չունենք այդ րոպեն, ես ներողություն եմ խնդրում։ Քանի որ մեզ բառացիորեն 1 րոպե է մնացել, արագ պատասխանենք հեռուստադիտողի առաջին հարցին, եթե կարելի է։
Ինչ ասեմ, Հայաստանը իրավունք ունի, ասենք իրեն, ասենք արտաքին քաղաքացիությունը, տնտեսական քաղաքացիությունը դիվերսիֆիկացիա անել։ Եվ եթե մենք ուզում ենք եվրոպական երկրների հետ զարգացնել մեր հարաբերությունները, դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Դա բայց չի պետք է արվի այնպես, որ մեր, ասենք, շահերին դա վնաս հասցնի, այլ վնաս հասցնել ինչպես կարող է լինել, այսօր մենք գիտենք, Պուտինը ասում է, չէ՞, դուք գնացեք, ասենք, հանրաքե արեք եւ որոշեք, դուք Եվրասիական տնտեսական միության անդամ եք, թե գնում եք Եվրոպայի, ասենք, այդ համակարգում, որտեղ դրանք ասում է համատեղելի չեն։ Հիմա սա շատ լուրջ հարց է, մենք չենք կարող այդպիսի կտրուկ գործեր անել, դա լուրջ վտանգ կհասցնի, վտանգ կհասցնի մեր տնտեսությանը եւ մեր անվտանգությանը։ Շատ լավ, շնորհակալություն ձեզ, պարոն Շահզադեյան, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք քաղաքագետների հայկական ասոցիացիայի նախագահ, փիլիսոփայության գիտությունների տեխնացու պրոֆեսոր Միհրան Շահզադեյանի հետ, հաղորդումը կավարտվի գովազդային ընդմիջումով, իսկ մենք հրաժեշտ ենք տալիս ձեզ։